Փառք Տիրոջը ամեն բանի համար։ Ուզում եմ այսօր Աստծո ծառային մեր Աբրահամ եղբորս, որ բոլոր ճանաչում եք, հրավիրել եւ այսօր խոսքը կլսենք մեր սիրելի Աբրահամ եղբորից։ Աբրահամ ջան, միշտ ես եմ Աբրահամի մոտ, հիմա Աբրահամն է իմ մոտ։ Բարի ողջույն, սիրելի քուրեր եղբայրներ եւ ուրախ եմ շատ որ այստեղ եմ եւ ինձ օտար չեմ զգում եւ դա շատ լավ է որ ինձ օտար չեմ զգում, որովհետեւ դա ինձ համար եւս մեկ ապացույց է, որ իմ հայրը ձեր հայրն է, որ ձեր հայրը իմ հայրն է։ Եվ մենք Աստծո ժողովուրդ ենք Քրիստոսով վերստին ծնված, փրկագնված երկնքի արքայության համար։ Մենք փրկված ենք երկնքի արքայության համար։ Մենք փրկված ենք ոչ թե մեր համար, այլ նրա համար։ Սա շատ կարևոր է։ Մենք օրհնված ենք ոչ թե մեր համար, այլ նրա համար։ Մենք կանք ոչ թե մեր համար, այլ նրա համար։ Մենք այստեղ ենք ոչ թե մեր համար, այլ նրա համար։ Շարունակեմ, դու ներ գալիս այս խոսքը։ Մենք աղոթում ենք ոչ թե մեր համար, այլ նրա համար։ Մեր աղոթքը նրա շուրջն է պատտվում, ոչ թե մեր շուրջը։ Դա այդպես պետք է լինի։ Դա Աստծո դրած օրենքն է։ Աստված այդպես ուզել որ լինի։ Ամեն բան, ուզում եք ապացուցեմ։ Ուզում եք ապացուցեմ, որ ինձանից չեմ ասում սա։ Ով ասում ապացուցեմ։ Մի բան ասեք, ուզում եք թե չեք ուզում։ Պողոս շատ, ուրեմն չեմ ասի, արդեն գիտեք, բայց ասեմ, լավ։ Պողոս Առաքյալը ասում է ամեն բան, ասա ամեն բան։ Ոչ մի բան բացառություն չկա դրա մեջ, երբ որ ասում է ամեն բան, նշանակում է ինչ որ տեսնում ենք, ինչ որ կա, ինչ որ արարված է, ինչ որ ենք, ինչ որ անում ենք, ամեն բան նրանով է, նրանից է եւ նրա համար է։ Տեսա՞ք որ ճիշտ եմ ասում։ Եվ սա խոսքն է ասում, ես չեմ ասում։ Ես հենված եմ այդ խոսքի վրա։ Այսօրվա այն թեմայի վերնագիրը շատ պարզ, բայց միևնույն ժամանակ շատ մեզ տանում է խորը շերտեր, որ պետքա փորձենք այսօր ընկալենք, ըմբռնենք, ընկալենք եւ մեր ընկալողունակությունը ավելի մեծանա։ Եթե Տերը կամենա, այդպես եմ դրել վերնագիրը եւ դա վերցրել եմ, այդ խոսքը վերցրել եմ ուրեմն Հակոբոսի 4-րդ գլխից 13-ից 17-րդ խոսքն է։ Փորձենք այսօր ըմբռնել այս խոսքը, դարձնել մեզ համար որպես կյանքի կենցաղավարություն։ Դա մեր կյանքի մի մասն է կազմում։ Այս խոսքը, որի մասին մենք պետքա միասին խորհենք, սիրելի քուրեր եղբայրներ։ Ես կարդամ, հետո հանգիստ խաղաղությամբ կփորձենք մտածել այս խոսքի վրա։ Համաձայն եք։ Եթե Տերը կամենա, այսօր ինչ որ բան անելու Սուրբ Հոգին մեր կյանքում։ Ես չգիտեմ ինչ ծրագրեր ունես դու, ինչ ապագայի համար, ինչ ծրագրեր ես հյուսել, ինչ ճանապարհային քարտեզ ես գծել։ Բայց այսօր 180 աստիճանի տակ ինչ որ բան պիտի փոխվի մեր կյանքում։ Նախ մինչև կարդալս ես ուզում մի բան շատ կարևոր բան շեշտեմ։ Գիտեք, ես հավատում եմ որպես Աստծո որդի։ Ես վստահ եմ, որ Աստծո որդիները այսօր կհասկանան ինչի մասին է խոսքը։ Աստծո որդիները նրանք ինքնագլուխ չեն։ Նրանք չեն կարող լինել ինքնագլուխ։ Ոչ թե ես եմ որոշում, որ ես ինքնագլուխ եմ, այլ որոշում է իմ հայրը, որ ինձ ծնել է։ Ես նրա ընտանիքի մի անդամն եմ, եւ ես ունեմ հայր, որը կառավարում է իմ կյանքը եւ ամեն բան գիտի իմ մասին։ Սա շատ կարեւոր է։ Տերը ամեն բան, ովքեր են այստեղ Աստծո որդիներ։ Մի հատ էլ հարց տամ, որ
Այսպես ինտրիգ կմցնի քո մեջ։ Այդ ով է քեզ ասեմ, որ դու Աստծո որդի ես։ Այդ ոնց իմացար, որ դու Աստծո որդի ես։ Չպատասխանես, չէ, պատասխանի կարիք չունեմ, բայց հարց եմ տալի։ Ամեն։ Ամեն։ Ինքն է ասը, չէ, Վարդան։ Դու պատասխանեցի լրիվ 100-ից 100։ Բայց գիտեք, ինչպես ինչ ասում։ Ընդունեցին նրան Աստծո որդիներ կոչվեցին։ Իշխանություն տվեց Աստծո որդիներ կոչվելու։ Ամեն, ալելույա։ Բայց գիտեք, ավելի մի քիչ առաջ գնանք։ Ես օրինակ պատահել է, որ եկեղեցի հաճախող մեկին հարց եմ տվել, ասել եմ ինչ իմացար, որ դու Աստծո որդի ես։ Եվ նրա պատասխանը ինձ սարսափեցրեց, անկեղծ, ես սարսափեցի մի բան։ Ասաց դե այ ախպեր, ինչ ոնց ասեմ ախպեր, ասում եմ դե հովիվ աղոթք էր անում, ես էլ նստած էի, ասաց եկեք առաջ ձեր համար աղոթեմ, ես էլ եկ առաջ, հովիվը ձեռը դրեց գլխիս, ասաց ինչ որ ասում եմ, ասաց ապրես, դու արդեն Աստծո որդի դառար։ Սա սարսափելի է եւ այսպես մտածողությունները, մտածելակերպը մարդուն չեն կարա ոչ միտեղ տանեն, որովհետեւ դա հաստատուն չի։ Կա հաստատուն վկայություն։ Հիմա ասեմ, Հռոմեացի 8-րդ գլխի մեջ այսպեսի խոսք ասում։ Պողոս Արաքյալը։ Նայեք, ճշմարիտ Աստծո որդու վկայությունը ինչպես է լինում։ Ինչպես Վարդան եղբայրը ցույց տվեց։ Եվ հոգին հայտնում է մեր հոգուն, որ մենք Աստծո որդի ենք։ Տեսան ոնց է տեղի ունենում դա, այդ փաստը, դա մի փաստ է, որ դու ներքին ինքնությանդ մեջ ծնունդ ես նկատում քո մեջ, մի նոր ծնունդ, խոսքից բխած, եւ այդ հոգին, այն խոսքը, որ դու լսեցի եւ թափանցեց քո ներսը, արմատ գցեց եւ ծիլ տվեց եւ սկսեց աճել, այդ խոսքի հոգին քեզ վկայեց, որ դու Աստծո որդի ես, դու հասկացար, որ քո մեջ բան է փոխվել, քո մեջ մի նոր բան առաջացել, մի նոր արժե համակարգ է ստեղծվում, որը այս աշխարհից չի, եւ դա է փաստը, որ դու Աստծո որդի ես, դու դրա վրա ես հենված վկայում, որ դու Աստծո որդի ես։ Սա շատ կարևոր է։ Եվ քո կյանքի ընթացքը փոխվում է, դու դա նկատում ես, դու ոչ թե անում ես անելու համար, ոչ թե մեղք չես գործում, որովհետև չի կարելի։ Ես մի քիչ ինտրիգային եմ ես փաստ ուզում մեջտեղ բերել։ Ոչ թե դու մեղք չես գործում, որովհետև չի կարելի, եւ դու ջղաձգված կյանք ես ապրում։ Դու ջղաձգված ես, որ մեղք չգործես։ Աստված սա չի ուզում։ Աստծո օրենքը խաղաղություն ունի իր մեջ։ Աստված ուզում է, որ այդ օրենքը մեր մեջ ծնունդ տա խոսքը, եւ այդ արժե համակարգը քեզ քո բնույթը դարձնում է երկնային։ Դու ոչ թե մեղք չես գործում, որովհետև ստիպված ես չգործել, այլ չես գործում, որովհետև չես սիրում։ Բան է փոխվել քո մեջ։ Եվ դա է վկայությունը, որ դու Աստծո որդի ես։ Մի հատ լավ ամեն ասել, ինչ կլի, խնդրեմ եմ։ Այդ որ ասում ես ամեն ջիգարով, ուրեմն հասկացել ես։ Ստից ամեն ես ասում, հլը փորձում ես մարսես այդ լսածը։ Այդ հասկանում եմ, նորմալ է։ Ես էլ եմ մեկ-մեկը տես բան անում։ Եվ այս կոնտեքստի մեջ, ինչ որ մենք խոսացինք մինչև հիմա, ինչ որ մտածեցինք, խորեցինք Աստծո որդու, մենակ սրա մասին կարելի է մի ժամ խոսալ։ Աստծո որդու կերպարի մասին։ Աստծո որդիները, գիտեք, այս տիեզերքի ընթացքը պետքա փոխեն։ Այս տիեզերքը ամբողջ ստեղծագործությունը սպասում է Աստծո որդիների հայտնությանը։ Դուք գիտեք այդ ինչ է։ Այս աշխարհը հիվանդ է, քուրեր եղբայրներ։ Տիեզերքը հիվանդ է, տաքություն ունի։
վիրուսա մտել մեջը։ Եվ դարերով տարապում է այստեղ։ Դու գիտեք, որ մեր մոլորակը շնչում է։ Ինքը ավտոմատ գոյ չի, ինքը չիպերով սարքած չի։ Ինքը իր մեջ օրգանիկ է։ Աստված ինչ որ ստեղծել է, ինքը օրգանիկ է։ Դրա համար Աստված հողին էլ անիծեց։ Ադամի պատճառով տիեզերքը անիծվեց։ Հառաչում է Պողոս առաքյալը ասում է, ամբողջ ստեղծագործությունը հառաչանքի մեջ է, դժվար է իր համար։ Եվ նա սպասում է, ում է սպասում։ Աստծո որդիների հայտնությանը։ Աստծո որդիները հələ ինչ-որ բաներով են, կականերով են զբաղված։ Քաղցր պեչենիներ են ուզում, կանֆետ են ուզում։ Գիտեք, երեխան երբ որ փոքր է, կանֆետ է ուզում։ Ու հայրը շատ ուրախ է, որ ուզում է։ Ուրեմն ինքը աճում է, ինչ-որ հասկանում է լավը վատից, քաղցրը դառից, հա, մեծը փոքրից։ Ինքը սկսում է իր մեջ էգոյա ձևավորվում ու դա շատ նորմալ է։ Բայց երբ որ դառնում է 30 տարեկան ու հորից կակա է ուզում, դա նորմալ չի։ Հայրը չի ուրախանա դրա համար, կլացի։ Դա լացելու բան է։ Երբ որ որդիները հասունանան եւ սկսեն դրսևորվել, տիեզերքը պիտի բժշկվի։ Այդ ժամանակ Հիսուսը պիտի գա։ Ես չեմ հնարում։ Հայտնության մեջ ասում է եւ հոգին եւ հարսը թող ասեն եկուր Տեր։ Այդ եկուրին է սպասում։ Աստծո որդիների հայտնությանը դու նրանցից մեկն ես, եթե վկայված ես Սուրբ Հոգով, որ դու Աստծո որդի ես։ Տիեզերքը քո առաջ կանգնի, փորձի ինչ որ բան համոզել, որ դու այնց քո երևակայության արդյունքն է, որ դու այդպես ես անում։ Չի կարող, որովհետև գենիտ մեջ համատե, քուրեք եղբայրներ, Աստծո խոսքը գենետիկ փոփոխություն է բերում, սա հրաշալի է։ Դրա փաստերից մեկը մենք կարդում ենք Աբրահամի կյանքում։ Աբրահամը ուրիշ ազգից էր, ուրիշ լեզվով էր խոսում, այդ ազգի լեզվով էր խոսում, այդ ազգի մեջ էր մեծացել, իր համար դա իր կյանքի իմաստ էր կազմում, բայց Աստված մեկ խոսքով նրան դուրս հանեց իր տնից, իր մշակույթից, իր լեզվից, իր լեզվամշակույթից դուրս հանեց, եւ գիտեք ինչ եղավ։ Ոչ թե նա հենց այնպես դուրս եկավ ու ինչ-որ մի բան կատարեց Աստված նրա միջոցով, չէ։ Գենետիկ փոփոխություն բերեց իր կյանքի մեջ։ Նոր լեզու տվեց նրան, նոր մտածողություն տվեց նրան։ Նա գենետիկորեն տարբերվեց իր ազգից։ Նույն բանը Աստծո խոսքը մեր մեջ անում։ Նա մեզ գենետիկ փոփոխություն է բերում մեր մտածելակերպի մեջ, մեր արժեհամակարգի մեջ, փոփոխություն է տեղի ունենում։ Երկնային արժեհամակարգ է կառուցում մեր մեջ Սուրբ Հոգին եւ դա է վերստին ծնունդի փաստը։ Դու այլևս չես մտածում այս աշխարհի համակարգով, այս աշխարհի արժեհամակարգով, որը փչացած է, որ իր մեջ մեղք ունի, որը հիվանդ է։ Դա այլևս չի դաստիարակվում, դա ուրեմն չի, ոչ մի բան չի կարող հին մարդուն դաստիարակի։ Մենք փորձում ենք երբեմն դաստիարակել ինքներս մեզ։ Չի լինի, դա չի դաստիարակվում, դա փոփոխության չի ենթարկվում աշխարհիկ արժեհամակարգը։ Նորն է բերում Տերը, նորն է կառուցում, երկնային արժեհամակարգ է կառուցում Աստծո որդիների մեջ, որ նրանք այլևս երկրային բաներով չեն մտածում, չեն խորում։ Հիշում եք այդ խոսքը, որ Պողոսը ասում է, վերին բաները մտածեք, ոչ թե վարի բաները։ Նկատում եք, կա ցածր մակարդակ մտածելակերպի, որը այս աշխարհից է, կա երկնային մտածելակերպ, որը տարբեր է, արքայությունից է։ Երբ որ մենք ասում ենք Աստծո արքայություն, ինչ ասոցացվում մեր մեջ։ Հետո մենք հիմա մի յոլա գնանք, մեր փրկությունը բաց չթողնենք հանգարց, հետո որ Հիսուսը գա, կարող է տանի մեզ։ Չկա տես բան, ավետարանը մեզ այդպիսի բան չի սովորացնում։
Ավետարանը ինչ որ ասում է հիմայի մասին է, քուրեր եղբայրներ։ Երկնքի արքայությունը եկել է, ձեր մեջ է, Հիսուս ասեց, նա արդեն եկել է։ Նա իր մեջ ներառում է ամեն բան, օրհնություններ, հավիտենական կյանք, ճանաչողություն, Աստծո հետ մեկանալ, Քրիստոսի հայտնությունը, Քրիստոսի նման լինելը, ամեն երկնային ատրիբուտները պարունակում է իր մեջ երկնքի արքայությունը, որովհետև նա մեր մեջ է։ Երբ որ ասում ենք, ես խոսքը սիրում եմ, ես սիրում եմ խոսքը լսել, խոսքը իմ մեջ է, երբ որ ես ասում եմ խոսքը տպավորվել է իմ մեջ, իմ ուրեմն ենթագիտակցության մեջ է, որին նաև ասում ենք սիրտ, չէ, Դավիթ ասում է, քո խոսքը պահեցի իմ սրտի մեջ, դա նույն իմաստն է, որ ասում ենք, քո խոսքը պահեցի իմ ենթագիտակցության մեջ, որտեղ մարդ ունի ենթագիտակցություն, ինքը, երբ որ դու հանգիստ ես, ոչ մի խնդիր չունես, եւ ինչ որ որոշում պետք է կայացնես, ընտրություն պետք է կայացնես քո կյանքի մեջ, որովհետեւ դա միշտ գալիս է, չէ՞, ամեն առավոտ արթնանում ես, դու չգիտես օրը ինչ է բերելու իր հետ։ Ով գիտի իր վաղվա օրը։ Ոչ մեկ չգիտեն։ Չգիտես ինչ անկանխատեսելի երևույթներ կլինեն, եւ երբ որ դու դրան հանդիպում ես, միանգամից քո ենթագիտակցությունը արթնանում է եւ դրա հիմքի վրա ես որոշում կայացնում։ Նորմալ բան եմ խոսում։ Եվ քո այդ հիմքը, քո սիրտ, որ կոչվում է սիրտ, քո խոսքը իմ սրտի մեջ ամբարեցի մի ձևով, թաքցրեցի, վերցրեցի, ներծծեցի, սպունգի պես քաշեցի։ Նա իմ բնակվում է իմ մեջ քո խոսքը, ես սիրում եմ նրան, խոսքդ իմ համար հեղինակությունը միլիարդավոր խոսքերից, միլիարդավոր մարդկանցից, ամենաիմաստունը անգամ իր խոսքով չի կարող հաղթահարել քո խոսքին, դա իմ համար վերջն է, անփոխարինելի է, սրա մասին է խոսում Դավիթը, եւ միայն այս դեպքում է, որ այդ խոսքը, որ բնակվում է քո մեջ, սկսում է աշխատել քո կյանքում։ Քուրեր եղբայրներ, մենք չենք պահում խոսքը, խոսքն է մեզ պահում, խոսքը մեզ պահումը օգնում է, որ մենք խոսքը պահենք, խոսքը մեզ օգնում է, որ մենք հավատանք խոսքին, ուզում ես ապացուցեմ, Պողոս առաքյալը ասում է, հավատքը լսելուց է, լսելը խոսքից է, այսինքն ինչ է կատարվում, ես խոսքով հավատում եմ խոսքին, խոսքի մեջ ուժ է տալիս, որովհետև դու չես կարա մարդկորեն հավատաս, մարդը ուժ չունի հավատալու Աստծուն, հավատքը կոճակ չի, որ սխմես հավատացիր, հետո անջատվես էլ չես հավատում, չկա տենց բան, դու կամ հավատում ես, կամ չես հավատում, կամ ես սարքել ես, երևակայում ես, Հովիվ ասում է, աղբեր, գնա, ես տես բան տեսել եմ, ասում է, հավատացեք, քարոզը, ես չեմ, հենց ասում է, հավատացեք, իմ կոճական հանգում անդե, անջատվում եմ, ես անջատում եմ այդ քարոզը, չեմ ուզում լսեմ, հավատան որն է, ինչ անեմ, որ հավատամ, այ աղբեր, դու ասում ես հավատա, ես է ջղաձգվում եմ, ինձ թվում է, թե ես հավատացի, հետո գնում եմ ջղաձգված, որ անեմ այդ գործը, չի ստացվում, գալիս եմ, ասում եմ, չստացվեց, ասում եմ, աղբեր, լավ չհավատացիր, գնա լավ հավատա։ Ու տենց շարունակ ջղաձգված կյանք եմ ապրում, աղբեր, չի ստացվում, փոխանակ, որ ես, կամ փոխանակ, որ այսպիսի խոսք քարոզեն, սովորացնեն, ոնց հավատամ, ինչ է դա, ոնց է դա տեղի ունենում, ոնց է ծնվում այդ հավատքի մեջ, իսկ խոսքը պարզ ասում է, հավատքը կարա ծնվի միայն այն ժամանակ, երբ որ դու խոսքի հետ հարաբերություն ունես, սիրում ես խոսքը չես անջատում, չես հերձում, չես պոկում, այն որ քեզ դուր է գալի, ականջը շոյում է, դա լավն է, այն որ դուրը չի գալի, արդյունքա բերա, կամ էլ ինչ-որ բան է պահանջում, որ անես, դա վատն է,
Ես էդի չեմ ուզում լսեմ, դրա մասին մի խոսացեք։ Խոսացեք սիրող Աստծո մասին։ Այն որ միշտ գուրգուրում է, ինչ էլ անում ես, գրկում պաչում է։ Բայց գրված է Պողոս Արաքյանն ասում, որ Աստված իր սիրած զավակի խրատում է, նաև ապտակում է, կարա հանդիմանի։ Թե այդպես բան չկա։ Մենք պետքա սիրենք խոսքը, սա շատ կարևոր է քուրել եղբայրներ։ Խոսքը պետքա սիրենք իր ամբողջ բովանդակությամբ։ Կիսեցիր նրան չի աշխատելու։ Չես հավատալու, չի օգնելու, որ հավատաս։ Շատ կարևոր է քուրել եղբայրներ սա։ Սա Աստծո որդիներին հարիր մի կարևոր խորհուրդ է, երբ որ նա սկսում է որդին սկսում է աճել Տիրոջ մեջ ու հասկանում է խոսքի իմաստը, լսի, այդ խոսքը, որ քո մեջ բնակվի, ինքը ոչ թե միայն քեզ հավատալ է տալու, ես ավելին կուզես ասեմ, ոչ թե դու հավատալու ես Աստծուն միայն, այլ դու իմանալու ես նրան։ Աստծուն հավատալ մի բան է, բայց գիտենալը ուրիշ բան է։ Մեկին հարց տվին, շատ մեծ Աստծո մարդ էր, ասին, դուք հավատում եք Աստծուն, ասես չէ։ Զարմացան։ Ոնց թե, դու մեծ Աստծո մարդ ես։ Ասեց, ես չեմ հավատում, ես գիտեմ։ Այդ ինձի շշմացրեց այդ խոսքը։ Հավատքից փաստորեն ավելի մի հատ բարձր բան կա, որ Պողոս Արաքյանն էր ասում է, սիրելիներ, մենք գիտենք, որ Աստծո որդի ենք։ Չի ասում մենք հավատում ենք։ Բարձր մակարդակի գիտակցություն ասա, դու արդեն գիտես, դու այնքան ես մտերմացել, այնքան նա թափանցել քո ներսը, այնքան մոտիկ է քեզ։ Դու գիտես, որ Աստված շատ մոտիկ է քեզ։ Ով ասում մի հատ գաղտնիք բացահայտենք։ Նայեք, մենք Աստծուն թույլ տվեք մի հատ աղոթքի տեսակ ասեմ, որ դու հաստատ արել ես այդ աղոթքը, ես էլ եմ արել։ Տեր Աստված, դու որ հեռուներում ես, էսի արդեն հերիքա, որ այդ աղոթքը չլսվի, ոնց թե հեռուներում ես, Աստված հեռուներում չի, մանավանդ քո համար, որ Աստծո որդի ես, ոնց կար Աստված հեռուներում լինի, ինքը քո մեջ է, դու նրան քո մեջ պիտի գտնես, Հիսուս ասեց, քուրել եղբայրներ, քո ներքի սենյակը, դու նրան այնտեղ կգտնես, քեզ պետք չի այլևս գոռաս, քեզ պետք չի նրան համոզես, քեզ պետք չի նրա խիղճը շարժես, որ ինքը 7 միլիարդից իր աշկը կտրի ու քեզ ուշադրություն դարձնի։ Դրա կարիքը դու չունես, որովհետև դու Աստծո որդի ես։ Դրա կարիքը հեթանոսներ ունեն։ Որովհետև Աստված հեթանոսների համար է հեռու, բայց իր որդիների համար շատ ավելի մոտ է, քան դու կարծում ես։ Դավիթը անգամ այնքան էր հասկացել, որ Աստված իր մեջ է, ասում էր, դու իմ երիկամունքները հիմա քննում ես, Տեր, դու իմ մեջ ես։ Դու իմ խորհուրդները հասկանում ես, ես դեռ չխոսացած, դու արդեն հասկանում ես, ես ինչ պիտի ուզեմ։ Այնքան է քեզ մոտիկ, որ դու ինքդ քեզ այդքան մոտիկ չես։ Ու այդ Աստծո հետ գործ ունենք մենք։ Պողոս Արաքյալն ասում է, ամեն բան պարզ Աստծո առաջ, ամեն բան մեր կա նրա առաջ։ Ոչինչ թաքցնելու բան չկա նրա առաջ, որի հետ է մեր բանը։ Շատ սիրուն խոսք է։ Որպես Աստծո որդիներ, մեր բանը Աստծո հետ է։ Նա ջուխը մմենի կներեք։ Ես պետք է 5 րոպեմ հասցնեմ, որ 2 հատ էլ երկեմ։ Ոնց եք։ Չեմ կարում խոսամ, անկեղծ եմ ասում։ Գիտեք, մի բան կա, որ երբ որ Աստծո սրտից է, չէ։ Խոսքերը կարծես ավելնորդ են, երբ որ դու Աստծո սրտով ես մտածում, քուրեր եղբայրներ, այդ աղոթքի մասին է ուզում ասեմ, մոռացա։ Ուրեմն այդ աղոթքը, որ մենք արել ենք, այդ
թույլ տվեք սենց ասեմ, աղոթքը, որը մեր շուրջն է պատտվում, մեր համար է, մենք ենք դրա կենտրոնում, ուզում ես ասեմ ով ես դու, կամ ուզում ես իմանաս ով ես դու, նայի քո աղոթքին, ուզում ես իմանաս ինչ հոգևոր մակարդակ ունես, հետևիր քո աղոթքին, որովհետև մենք ես էլ իմ աղոթքները մի օր հասկացա, որ դարակների մեջ շարել եմ, սիրուն դարակներ ունեմ իմ մեջ, փառաբանության աղոթքա պետ դարակս բացում եմ, հանում եմ բառերը, կրկնում եմ, հետո դնում եմ դարակի մեջ փակում եմ, հետո ինչ աղոթքա պետ, խնդրանքի աղոթք, ինիքը, այնքան, դարակս բացում եմ խնդրանքի, հանում եմ, դավթարս 3 մետր փռում եմ, ու սկսում եմ կարդալ, հետո ծալում եմ, դնում եմ դարակի մեջ, յա կլսի, յա չի լսի, հիմա տեսեք, ես մի հատ աղոթքի մասին եմ ուզում կարդամ, եթե Տերը կամենա, դու մի հատ բան ասեմ, էլի, բայ դուրա որ պիտի գցեիք էկրանի վրա, վերնագիրը, քուրեր եղբայրներ, եկեք միասին ասենք այս խոսքը, եթե Տերը կամենա, ինչ ես զգում, լավ, եկեք մի հատ ավելի անկեղծած, ես չգիտեմ, քո մեջ ինչ ծրագրեր կա, վաղվա համար, բայց անկեղծացի, եթե Տերը կամենա, տեսար, տկարացավ, տկարացավ, ես էլ քուրեր եղբայրներ, ես ձեզանից հզոր չեմ, գուցե ձեզանից ավելի թույլ եմ և տկար, Տերը գիտի, բայց ես որ ասում ես, եթե Տերը կամենա, դու փաստի առաջ ես կանգնում, լուրջ փաստի առաջ, քո լրիվ ծրագրերը խառնվում են իրար, մենակ ես խոսքի համար, կարդամ, սա գրված է Հակոբոսի 4-րդ գլխի 13-րդ խոսք, 13-ից 17, և ես ձեզ ասեմ, այս խոսքը աշխարհիկ մարդուն չի վերաբերվում, այս խոսքը աշխարհիկ մարդու համար չի, նա չել կարա, նա չել հասկանա ինչի մասն է, սա մեր համար է, վերստին ծնվածներիս, Աստծո որդիների համար է, ահա ով դուք, որ ասում եք թե այսօր կամ վաղը գնանք այսինչ քաղաք և այնտեղ մի տարի լինենք և վաճառենք ու շահենք, դուք, որ չգիտեք եկուցվա օրը, ինչպիսի բան է ձեր կյանքը, որ մի շոքի է, որ մի քիչ ժամանակ երևում է և հետո աներևույթ անում, փոխանակ որ պետք էր ասեիք, եթե Տերը կամենա և ապրենք, այս բանը կամ այն բանը կանենք, բայց հիմա պարծենում եք ձեր ամբարտավանությունումը, ամեն այդպիսի պարծանքը չարություն է, արտով որ բարին գիտենա և չանի, նրա համար մեղք է, տեսակ ում մասին է այս խոսքը, բարին իմացողի մասին է, նայեք, Աստծո խոսքը մեր մեջ գիտեք ինչ հետաքրքիր գործ անում, չգիտեմ նկատել եք թե չէ, բայց եթե այս խոսքը բռնեք ձեր համար, կփոխվի ինչ-որ բան ձեր կենցաղավարության մեջ, Աստծո խոսքը մեր մեջ հայտնի է դարձնում բարին և չարը, սա իմաստություն է քուրեր եղբայրներ, մենք որպես մարդիկ, այս աշխարհում ծնված, այս խավարի մեջ, մենք չենք իմացել որն է բարին, որն է չարը, բարին ու չարը խառնված են իրար, գիտեք դրա մասին, երբեմն մեզ թվում է, թե մենք բարի ենք, կամ բարի բան ենք անում, բայց դուրս է գալի, որ ոչ, չար եղավ, մեզ թվում է, թե չար է, բայց արի ուտես, որ բարի է, այդպես է այս աշխարհը, մարդը չի կարող բարի և չարը զանազանի, մինչև այն ժամանակ, երբ որ Աստծո խոսքը սրի պես մտնի մեր մեջ, և բաժանում տեղի ունենա, սրա մասին խոսում է Պողոս առաքյալը, նրա խոսքը սրի պես մեր մեջ գալով թափանցում է մինչև մեր ուղն ու ծուծը և անձը, մարմինը, զգացումը բաժանում է հոգուց,
Չարը բաժանում է բարուց, խավարը բաժանում է լույսից, Աստծո խոսքը այդ գործը անում է, հայտնի է դարձնում ես, թե որն է բարի եւ որն է չարը։ Եվ միայն այդ դեպքում մենք կարող ենք այս խոսքը ասել, եթե Աստված կամենա։ Որտեվ չգիտենք։ Գիտեք, բարի եւ չարը ասելով ինչ նկատի ունի Աստծո խոսքը։ Տեսնեն, օրինակ Պողոս առաքյալը, չէ, Հիսուսն է ասում այս խոսքը, կարծեմ չէ, հաստատ, ասում է տեսնելով ձեր բարի գործերը, որ փառավորեն Հորը։ Ո՞վ է հիշում այդ խոսքը։ Հա? Բարի գործերը, բարեգործության մասին չի, քուրեր եղբայրներ։ Մարդ իր կյանքում, երբ որ կյանք ունի, ինքը գործեր է թողում իր հետևից, ամեն։ Եվ այդ գործերը որոշում են իր տեսակը։ Բարի գործը նշանակում է ապրել որակով կյանք։ Որտեվ Տերը երբ որ ասում է արևը ստեղծեց, լուսինը, տիեզերքը, բնությունը, կենդանական աշխարհը, ինչ ասեց։ Բարի է, այսինքն որակով է։ Եվ դարեր շարունակ աշխատում է արևը։ Իր ռիթմի մեջ։ Նա չի կարող իր ռիթմը կորցնել, որովհետև խոսքը նրան հաստատել է, խոսքը նրան բարի է ստեղծել, որակով է ստեղծել։ Երբ որ ասում ենք Mercedes եղբայրներ, գիտենք որակով, չէ՞, բարի է, որակով է։ Մարդը, երբ որ Աստծո խոսքը իր մեջ սկսում անկալել եւ վերստին ծնունդ տալ, նա բարի է, որակով է։ Քո բոլոր գործերը, քայլերը, որոշումները, ընտրությունները, խոսքդ, նայվածքդ, նիստուկածդ, ամեն ինչ բարի է դառնում, որակով է դառնում, շքեղ է դառնում, գեղեցիկ է դառնում, քո ամեն ինչը։ Եվ միայն այդ դեպքում է, որ այստեղ Հակոբոս ասում է, ինչ որ որոշում եք, գիտեք, ծրագիր կազմելը սխալ բան չի, լավ բան է։ Նորմալ է, որ դու ծրագիր ունենաս։ Նորմալ է, որ վաղվա համար էլ ծրագիր ունենաս։ Դա շատ նորմալ է։ Բայց նորմալ չի, որ քո հույսդ այդ ծրագրերի վրա է։ Նորմալ չի, որ քո սեփական կամքով ես դա անում, առանց Աստծո կամքը հարցնելու։ Դա նորմալ չի։ Դա Աստծո զավակին հարիր չի։ Դա ամբարտավանություն է Աստծո դեմ, դա հպարտություն է։ Երբ որ մարդը պարծենում այդ ծրագրերով եւ իր ձեր բերածներով, այլ ոչ թե Աստծով, որովհետեւ Աստծո որդիների մեջ այդ գեղեցիկ արժե համակարգը կա, որ նա միշտ իր պարծանքը Աստծո կամքի վրա է։ Եթե Տերը կամենա, ասեք, եթե Տերը կամենա։ Ես ձեզ նկատի չունեի, որ ասեք, բայց լավ արեցիք, որ ասեցիք։ Քուրեր եղբայրներ, դա շուտ ասելիք չի, դա մարդկանց պատմելիք չի, երբ որ ասում ասեք։ Գիտեք, ամենալավ քարոզը, որ երբևիցե դու լսել ես քո կյանքի մեջ, հոգևոր կյանքի մեջ, դա այն քարոզն է, երբ որ դու ինքդ քեզ քարոզում ես։ Չէի լսել սենց բան։ Երբ որ այստեղ Հակոբոս ասում է ասեք, եթե նայենք ինչ ասում, փոխանակ, որ պետք է ասեիք, եթե Տերը կամենա, դա գիտեք ինչ է, դա քարոզ է, դա դու չես քարոզում աղբորդ, քրոջդ, դրա մասին չի, ինքդ քեզ ես ասում, դա ինքդ քեզ ուղված քարոզ է, դա արթուն քրիստոնյայի միտք է, որ ինչ որ դու փորձում ես անել, ինքդ քեզ ասում ես այդ խոսքը, Տեր, եթե դու կամենաս։ Հիսուսը ինքը նույն բանը արեց, հիշում եք։ Ո՞վ է հիշում, որտեղ ինչ ասեց, աս ախպեր։ Գեթսեմանի պարտեզում, շատ գեղեցիկ աղոթք է։ Շատ գեղեցիկ աղոթք է։ Տեր, եթե կամենաս, թող այս բաժակի ինձնից հեռացնես, շատ լավ կլինի, մեր լեզվով եմ ասում, բայց եթե չէ, ինչպես որ կամենաս, գիտեք, ինչպես որ կամենաս կամ եթե Տերը կամենան,
այդ համոզմունքը, դա հոգևոր արժեք է, որ Սուրբ Հոգին մարդու մեջ կայացնում է։ Դա արժե համակարգ է երկնային, որ սա ապացույց է, սա դավանանք է, սա քո համար քեզ ապացույց է, որ դու ինքնագլուխ չես այլևս, դու գլուխ ունես եւ քո գլուխը քո հայրն է։ Դա ներքին համոզմունք է, սիրելի քուրեր եղբայրներ։ Դա ապացույց է, դա ցուցիչ է, որ դու Աստծո որդի ես։ Դա ապացուցում է քեզ։ Քո համոզմունքներն են քեզ ապացուցում, որ դու Աստծո որդի ես եւ ուզում ես անես այն, ինչ որ Տիրոջ կամքի մեջ է։ Ասա Աստծո կամք։ Դու գիտես ինչ է դա։ Դու գիտես ինչ է նշանակում հասկանալ Աստծո կամքը։ Դու գիտես ինչ է նշանակում քո ամենախորը տառապանքի մեջ անգամ հասկանալ Աստծո կամքը եւ ընդունել եւ խոնարհվել նրա առաջ, խոնարհվել նրա կամքի առաջ, համաձայնված լինել Աստծո հետ։ Դու գիտես ինչ է դա։ Դա Աստծո սիրտը շարժող մի բան է, դա հասուն որդիներին հարիր գործողություն է, երբ որ ունի ծրագիր, որոշ ծրագիր ճանապարհային քարտեզ ունի, վաղվա համար ծրագիր ունի, ինչ որ միտեղ գնալու եւ ինչ որ մի բան անելու որոշում է կայացրել, բայց ներդաշնակ Աստծո հետ, համաձայնված Աստծո կամքի հետ, եթե անգամ Աստված ասի ոչ, դու ուրախությամբ կընդունես դա։ Եկեք խոստովանենք, որ մեր աղոթքների մեջ շատ անգամ մենք թելադրում ենք Աստծուն։ Տեր ջան, բժշկի, Տեր իջի, Տեր արի, Տեր գնա, Տեր բեր, Տեր տուր, Տեր առ։ Մի տեսակ, հա? Հա, էլի, Տեր ծառ։ Մի տեսակ կներեք բարիսամունեն, ինչ որ լկստված երեխու տեղ ենք դրել մեզ։ Լկստված երեխեք կան, որ մի քիչ ջերես են առնում։ Կներեք այդ խոսքիս համար, ես իմ համար եմ ասում, ոչ մեկի նկատի չունեմ, քուրեր եղբայրներ, բայց նյուխ, գիտեք ինչ է նյուխ, լավ բան է, ինչ են ասում հայ, նրբանկատություն, այս սրա մեջ ինչ-որ նկատում եք նրբանկատություն, սրա մեջ նկատում եք վերաբերմունք, գեղեցիկ, հա, Տեր, ես ունեմ այդ ծրագիրը, ու իմ աղոթքի մեջ ես չեմ թելադրում, Տեր անպայման կանես, որովհետև էդի ճիշտն է, չկա տենց բան, այս աղոթքի մեջ, այսպիսի բան կա, Տեր, ես վստահում եմ քո բարի կամքին, ինչ սիրուն աղոթք է, չէ, շատ սիրուն աղոթք է, պահանջված աղոթք է, քուրեր, դուք չեք պատկերացնի, ինչքան պահանջված է Տիրոջ կողմից այս վերաբերմունքը, ես պատրաստ եմ, Տեր, ունեմ ծրագիր, որոշակիորեն պատկերացում ունեմ, որ լավ է լինելու, ֆինանսական խնդիրներս լուծվելու է, չգիտեմ, հարցեր, պատասխաններ եմ ստանալու դրա մեջ, վերջապես, լիքը լավ բան կա այս իմ ծրագրի մեջ, բայց, ասա բայց, լավ ասացիր, հոգու մեջ ես, այդ ես պահի, տակ ձիրժած, բայց միևնույնն է, ես վստահում եմ քո կամքին, ինչ էլ որ լինի, ես հավատում եմ, որ դա էլ քո ուզածը, ու համաձայնված եմ քո հետ, սա սքանչելի է, գիտեք, Աստծո հետ ներդաշնակ կյանքը ինչ գեղեցիկ է, երբ որ դու իրար ռիթմի մեջ ես, ոչ թե քո, ոչ թե աշխարհի, մարդը իրար ռիթմ, գիտեք, մարդիկ իրանց սովորույթներ ունեն, այդ սովորույթների մեջ ապրում են, քայլում են, նրանք համաձայն են կորուստի հետ էլ անգամ, նրանք համաձայն են մահի հետ էլ անգամ, մահն էլ է իրանց համար նորմալ, ինչ է եղել, որ կմեռնեմ, չի ստացվի, կկորցնեմ, չկա հոգևոր կյանքի մեջ այդպիսի երևույթ, չպիտի լինի, չկա կորցնել, չկա մահ, մահը իշխանություն չունի,
Երբ որ մարդու մեջ կյանքն է, խոսքն է թագավորում, եւ այդ խոսքը մարդուն բերում է Աստծո հետ նույն ռիթմի մեջ է մտցնում, նույն ներդաշնակության մեջ է, Աստծո տիրույթի մեջ է մտցնում, Աստված մահվան մասին խոսք չունի։ Մեկ եկավ Հիսուսին ասեց. Հիսուս, ես ուզում եմ հետևիցդ գամ, բայց թող գնամ հորս թաղեմ էլի, հետո գգամ։ Հիշում եք այդ տողերը։ Հիսուսը գիտեք ինչ ասաց. այ տղա, դու չես կարա իմ հետևից գաս ու թաղող լինես։ Իմ հետևից եկողները թաղող տեսակ չեն։ Թող մեռելները իրանց մեռելը թաղեն։ Գիտեք ինչ ասում ասի։ Այն մարդը, որ Հիսուս չունի, ինքը քայլող մեռել է։ Ինքը գոյ է։ Ինքը գոյատևում է։ Ինքը գոյատևման պայքարի մեջ է։ Ինքը իրանից խեղճերին ուտող տեսակ է։ Ու բայց ինքը գարանտիա չունի, որ իրանից ավելի զորավորն է պիտի գա ու մի օր էլ իրան ուտի։ Ինքը ուտվող փայ է։ Ինքը գիտի, որ մի օր էլ իրան են ուտելու։ Այդպես չի։ Հա? Ուտող խմողն է։ Հա, ճիշտ ես ասում, Վարդան։ Բայց դու, որ գաս իմ հետևից, դու թաղող տեսակ չես լինելու։ Հիսուս ասեց, դու արի իմ հետևից եւ ավետարանը քարոզի։ Այսինքն դու թաղող չես, դու կյանք տվող տեսակ ես։ Այսինքն դու մահի հետ գործ չունես։ Մահը քո վրա իշխանություն չունի, որովհետև Հիսուս ասեց, ինձ հավատացողը թեև մեռնի, պիտի ապրի։ Գիտեք թե պիտի ապրի, որովհետև այն խոսքը, Աստծո խոսքը թաղվող չի, նրան չի հնարավոր չի թաղել։ Հիսուսը խոսքն էր, եւ այդ խոսքը նրան դուրս հանեց գերեզմանից։ Եթե թաղեն էլ, ես դուրս եմ գալու, որովհետև խոսքը իմ մեջ է։ Եթե Տերը կամենա, այս սա ապացույց է նրա, որ Աստծո խոսքը իմ մեջ է եւ ես ներդաշնակ եմ Աստծո հետ, նույն ռիթմի մեջ եմ, մեկացած եմ նրա հետ։ Ես ունեմ իրավունք ծրագիր ունենալու, բայց չունեմ իրավունք ինքնագլուխ գործեր բռնելու։ Դա եւ չունեմը սիրովը։ Ես սիրում եմ, որ չունեմ այդ իրավունքը։ Դուրս գալիս է, որ ինքն է իմ հայրը ու իր կյանքին վրա ամեն դեպքում բարի է։ Դուրս գալիս է դա։ Ես համաձայնված եմ։ Նրանով պատճառը դա չի, որ Աստված անկախ իմ կամքից ինձ ստիպում է եւ իմ համար դա ծանր բեռ է։ Ոչ։ Քաղցր է, Հիսուս ասեց։ Այդ բեռը, որ ես տալու եմ քեզ, քաղցր է։ Գժվելու բան է, չէ՞։ Ես ես կյանքն եմ ուզում, քուրեր եղբայրներ։ Ես ձեր առաջ որպես վկաներ իմ ձեռքը բարձրացնում եմ Տիրոջը ու ասում Տեր, ես էս եմ ուզում, ինձ է սա է պետք։ Որովհետև ես մարդ եմ, ես գիտեմ, որ սխալվելու եմ, վաղվա օրը, ասում եմ, չգիտեք վաղը ինչ պետք է լինի։ Քուրեր եղբայրներ, ես էլ ասեմ Վարդան եղբայր, ինձ 5 րոպե կտաս։ Ով է ժամանակի ղեկավարը։ Դու ես եղբայրս։ Հիսուս ասում է, դուք որ վաղվա օրը չգիտեք, ով գիտի վաղվա օրը։ Դու կարաս քո վաղը կազմակերպես։ Մի հատ ուրիշ հարց տամ, դու գիտես, որ վաղը չկա։ Ով գիտի, որ վաղը չկա։ Ինքը չկա։ Ինքը հələ այս օրը, որ հիմա մենք ունեցանք, այն լույս լինի խոսքն է, որ եկավ, մինչև այս օրը լույս եղավ։ Դավիթ ասում է, օրին խոսքն է փոխանցում։ Վաղը չկա, վաղը պիտի ստեղծի Տերը։ Այն խոսքը, որ ասես լույս լինի, վաղը պիտի կրկնվի։ Քուրեր եղբայրներ, ու մենք վաղվա համար հոգ ենք անում եւ ինչն է փչանում։ Հիման։ Որովհետեւ մենք Աստծո կամքը չգիտենք։ Քուրեր եղբայրներ, Պողոս Առաքյալը մեզ ուրեմն
Ինչ ասում։ Ես էլ կարդում եմ, չեմ բանանելու։ Չեմ մեկնաբանելու, բայց մեր գործը, այս այն որ հիմա պիտի կարդամ։ Եթե դու ամեն ինչ անես, ամեն օրենքները փորձես պահել, որ Աստծո դեմ արդարանաս, ու սա չունենաս, ոչ մի գարանտիա չկա քո համար, կներես, ինձ համար էլ։ Հիմա ասեմ, որն է դա։ Եփեսացիս 5:15 Արդ նայեցեք, թե ինչպես զգուշությամբ վարվեք, ոչ թե ինչպես անխելքներ, այլ իմաստուններ, ժամանակը ծախու արեք։ Գիտեք ինչ ասում։ Ժամանակը ծախու արեք։ Գիտեք ինչա։ Հիման։ Քո հիման սրբության պես պահպանի։ Քո հիման օգտվի, օգտագործի հիմատ, ինչի վրա, նայեք։ Մենք հիման փչացնում ենք, չէ՞, հիշում եք, վախը, իրանցիալի վիրավորանքներ, չգիտեմ, լիքը բաներ կա, որ մեր հիման փչացնում է։ Պողոս ասում է, հիման մի փչացրա։ Ասա մի փչացրա։ Լավ չասեցի։ Հիման մի փչացրա։ Հիմատ մի փչացրա։ Որքան կարող ես մաքսիմում քո հիման օգտագործի, ասա ինչի համար։ Լավ չասիր, հարց, չէ, մի քիչ զարմացած։ Ես ասեմ։ Գնացեք ժամանակը, որ օրերը չարեն, նրա համար մի եղեք անմիտ, այլ իմացեք, թե ինչ է Աստծո կամքը։ Իմացիր, քո հիման Աստված տվել է քեզ մեկ նպատակի համար, որ իմանաս ինչ է նրա կամքը։ Ասա ինչ է նրա կամքը։ Նա Աստվածաշունչը ուր է, Վարդան։ Մի հատ էլ ասա։ Սա է նրա կամքը։ Սա է նրա կամքը, քուրեր եղբայրներ։ Սա, սեսի պիտի վեկանես ուզես, սրտի դնես, ուտես, կեր, քաշի ջանդ, ինչքան կարաս կուտակի քո մեջ, որտեղ քո նեղ օրվա համար, Հիսուս ասում է հոգ մի արեք, թե ինչ պիտի խոսակ, երբ որ ատյանների առաջ կանգնեք, որտեղ Սուրբ Հոգին ձեզ իմաստություն կտա, ձեզ կասի ինչ խոսակ, գիտես որտեղից, այստեղից, ինչքան ունես, այդքան ապահով ես, ունես, չունես, ինչ է նշանակում Հիսուս ունեմ, այնքան հասարակ խոսք կա դառը այսօր, ով մի հատ աղոթք արե, արդեն ասում է Հիսուս ունեմ, ով մի անգամ պաշտամունք է ասում է Հիսուս ունեմ, Հիսուսին ինձ ասեց, Հիսուսին սիրում եմ, Հիտն սարակ, նայք, Հիսուս էսել եմ ասում ու վերջ, Վարդան եղբայր ջղենացած ինձ անեմ, Հիսուս ասեց, սա ապացույց, ուզում եք կարդամ ուղղակի ժամանակի պատճառով ես բառացի եմ կրկնելու, ապացույց, ինչ է նշանակում Հիսուս ունեմ, ինչ է նշանակում Հիսուսին սիրում եմ, հիմա տեսեք, Հիսուս ինչ ասում, սա օրինաչափություն է, սրան չես կարա շրջանցես, սրանով պետք է հասկանաս, սիրում ես, թե չես սիրում, նա է ինձ սիրողը, ովին պատվիրանները ունի և պահում է, և հայրս էլ նրան կսիրի, և ես ինքս ինձ կհայտնեմ նրան, տեսար, ինչ է նշանակում Հիսուս ունեմ, ինչ է նշանակում սիրում եմ Հիսուսին, միայն երկինքը այսպես է հասկանում, եթե ասում ես սիրում եմ, ունես, սիրում ես, չունես, խաբում ես, ես ինձ եմ ասում, ես ինձ քարոզում եմ, այսօր ես քարոզ ինձ ավերաբերում, ես իմ համար եմ քարոզում սա, քուրեր եղբայրներ, Հիսուսին սիրել նշանակում է, որքան շատ ես սիրում, նշանակում է այդքան շատ ունես, քիչ ունես, քիչ ես սիրում, և ունեմը հենց Հիսուսի հայտնությունն է, որ ասում է, ես ինքս կհայտնեմ նրան, այսինքն իր կամքը կհայտնվի ինձ, ես ես պահը օգտագործում եմ խոսքը ընկալելու, վերցնելու և այդ խոսքը ինձ հասկացնել է տալիս Աստծո կամքը և ես համաձայնվում եմ նրա կամքի հետ ու ես հաջողված եմ։ Առաջի Սաղմոսը
Երանելի այն մարդը, ով ամբարիշտների խորհրդի մեջ չի մտնում, մեղավորների հետ ճամփա չի գնում, ծաղր անողների նստած տեղը չի նստում, այլ իր հաճույքը Աստծո օրենքի մեջ է ու գիշեր ու ցերեկ նրա օրենքի վրա է մտածում, նա նման է ջրի ճամփաներում տնկված ծառի, որ ժամանակին պտուղ է տալի, նրա տերևը չի թարամում եւ ինչ որ անում է, հաջողվում է նրան, սա է հաջողությունը։ Տեր օրհնի ձեզ շատ, շնորհակալ եմ։ Երևի էլ չեկեմ, Վարդան եղել։ Հասնում ժամանակը եկեմ, ախպերս եկեմ, ես քեզ մաղարիշ կանեմ, ջիգեր։ Հալելույա։ Հալելույա։ Շնորհակալ ենք Տեր։ Դու մեր Աստված, մեր փառքն ես Տեր։ Ինչ լավ է։ Չեմ ուզում այդ անտուն։ Ստեղ ավելի լավ է քան տուն։ Օրվա հետ ես անվերջ փնտրում եմ քեզ ուզում լինել քեզ հետ երբ որ լուր է շուրջս ու անհայտ խավար է ես ուզում եմ Տեր տեսնել լսել միշտ ձայնը քո Իմ կյանքի ճանապարհին սփռի քո լույսը դու ես հանգրվանը իմ ես քո կարիքն ունեմ Հիսուս ամեն ինչ ես ինձ համար օգնի քայլել քեզ հետ ու ոչինչ էլ պետք չէ ինձ Հիսուս թող այլեմ քեզ հետ եղած ամեն վայրկյանը Հիսուս դու ես իմ վահանը Իմ առջև բացում ես նոր կյանքի դռները ու չկան թախից ու թեր բացում է փառքը քո ու տալիս ես ինձ երկնային գանձերը որ ճախրեմ ազատ հասնեմ անցայի հորիզոնները Իմ կյանքի ցուրտ ճանապարհը դու շտկիր Ալեկոց նավարկս քո բեմին դու խարսխիր Հիսուս ամեն ինչ ես ինձ համար օգնի քայլել քեզ հետ ու ոչինչ էլ պետք չէ ինձ Հիսուս թող այլեմ քեզ հետ եղած ամեն վայրկյանը Հիսուս դու ես իմ վահանը դու ինձ առաջնորդ ուզում եմ քեզ միշտ հետևել ապրել քեզ հետ ու վայելել կենաց քո խոսքը տարածել քայլել առաջ և չնայել Հիսուս ամեն ինչ ես ինձ համար օգնի քայլել քեզ հետ ու ոչինչ էլ պետք չէ ինձ Հիսուս թող այլեմ քեզ հետ եղած ամեն վայրկյանը Հիսուս դու ես իմ վահանը ամեն ինչ ես ինձ համար Հիսուս դու ես իմ վահանը Տեր ուր փախնեմ քո երեսից դու ամեն տեղ ես չկա մի վայր
որտեղ դու չլինես, որտեղ որ չկաս, այդ վայրը գոյություն չունի։ Դու ամեն տեղ ես, Տեր։ Սիրում եմ ամեն տեղ եղող փրկիս։ Տենես դու սրտիս և լույսը կյանքիս, առանց քեզ Հիսուս մութ է այս կյանքում, քեզ եմ ես բերում հառաչանքը իմ, աղոթքով խնդրում, որ օգնես դու ինձ, ուր գնամ, ուր է լինեմ, քեզանից բացի ոչ մեկի չունեմ, դու ես Տերը սրտիս և հույսը իմ հոգուս, առանց քեզ Հիսուս, առանց քեզ Հիսուս, առանց քեզ Հիսուս, մութ է այս կյանքում։ Քեզնով ենք մենք ապրում, քեզնով կանք ու շնչում ենք, դու ես մերը, դու մեզն ես, մենք էլ քոնը Տեր, ու դա մեզ համար հաճելի է, ալելույա։ Տենես դու սրտիս և լույսը կյանքիս, սիրում եմ քեզ Տեր, կյանքից առավել, քեզ համար են այս հոգուս երգերը, քեզ եմ նվիրում, կյանքիս օրերը, ուր գնամ, ուր է լինեմ, քեզանից բացի ոչ մեկի չունեմ, դու ես Տերը սրտիս և հույսը իմ հոգուս, առանց քեզ Հիսուս, առանց քեզ Հիսուս, առանց քեզ Հիսուս, մութ է այս կյանքում, առանց քեզ Հիսուս, առանց քեզ Հիսուս, առանց քեզ Հիսուս, ցուրտ է այս կյանքում։ Այս վերջի երգի բառերը այսպես է, այցելիր սիրտս և այրիր այդ Սուրբ Հոգու կրակով։ Տեսով Տեր, անձիս փոքրության աստիճանը, երբ դու չես վարանի ով Տեր, խոնարհության այս տալու մարդկությանը, այցելիր սիրտս ով Տեր, և այրիր այդ սուրբ սիրո կրակով, այցելիր սիրտս ով Տեր, իմ սիրտը սպասում է քեզ կարոտով, թող իմ սիրտը ով Տեր, քո սիրո սուրբ սրտին նմանվի, լսի ձայնս ով Տեր, այս է աղաղակն իմ հեգ սրտի, այցելի սիրտս ով Տեր, և այրիր այդ սուրբ սիրո կրակով, այցելի սիրտս ով Տեր, իմ սիրտը սպասում է քեզ կարոտով,
շատ ավելի խորը մտնի սրտիս մեջ Տեր թող թափանց իմ բջիջների մեջ իմ արյան մեջ թող օրաճեմ քո խոսքիդ մեջ բաց արա իմ աչքերը որ քո օրենքիդ հրաշքները տեսնի սիրեցի ես այդ խոսքը այսօր բաց արա աչքերս օրենքիդ հրաշքները տեսնի քո ձեռքիդ գործերը քո ձեռագիրը կարդա ու ապրի քեզանով Տեր հալելույա հաղթիր ինձ գրավիր ինձ նվաճիր ամբողջովին բռնի ու բացնի թող քաշի ու ես կգամ թող իմ սիրտը ով Տեր քո սիրո սուրբ սրտին նմանվի լսիր ձայնս ով Տեր այստեղ աղաղակնին հեկ սրտի այցելի սիրտս ով Տեր եւ բայդիր այդ սուրբ սիրո կրակով այցելի սիրտս ով Տեր իմ սիրտը սպասում է քեզ կարոտով անցնվում ենք քեզ սիրում ենք քո լույսը մենք լույսի որդիներ ենք մենք սիրում ենք լույսը մեր համար է կյանքը մերն է այցելի սիրտս ով Տեր եւ այդ սուրբ սիրո կրակով այցելի սիրտս ով Տեր իմ սիրտը սպասում է քեզ կարոտով